արձանագրում ենք Հայաստանում բազմաթիվ ոլորտների քանդումը։ Ինչին կպել են քանդել են, անգամ օդն են կեղտոտել բառից բուն իմաստով, բայց որևէ ոլորտի քանդումը ֆիքսենք տեղի ունեցել այդ ոլորտի որոշ ներկայացուցիչների աջակցությամբ։ Նիկոլը այնպես չի արել, որ մենակ ինքը հավաքի քրեական հոդվածներ։ Բանակը քանդել է որոշ գեներալների սպաների մասնակցությամբ։ Միջակ սպային տվել է գեներալի կոչում, միջակ գեներալին իր ուժին չհամապատասխանող գործ։ Մարդուն, որը կարող էր միայն դասախոս լինել, նշանակել է կրթության նախարար ու քանդել է։ Գիրք կարդացածին նշանակել է դասագիրք գրող ու քանդել է։ Նիկոլը քանդելու մեծ տաղանդ ունի։ Եկեղեցին քանդելիս խնդիրների առաջ կանգնեց ու դիմեց հոգևորականների օգնությանը, որ քանդի ու օգնողներ կան այն էլ սրբազաններ։ Գիտեք, ցավն այն չէ, որ բոլոր ոլորտներում էլ կան մարդիկ, որոնք ունեն հարված ընդունելու տեղեր, թույլ տեղեր։ Ցավն այն է, որ պետության ղեկավարը կարիք ունի նման մարդկանց, որ քանդի։ Խնդիրը իշխանության անհագուրդ ցանկությունն է քանդել ցանկացած բան։ Նույն թույլ, կամազուրկ գեներալները բոլոր ժամանակներում էլ կային։ Հոգևորականին ոչ վայել պահվածքով, շքեղ կյանքով ապրող եկեղեցականներ էլ կային, բուհից հեռու դասախոսներ էլ կային, բայց չէին քանդվում ոլորտները, որովհետև իշխանության գլուխ կանգնածի նպատակը քանդելը չէր։